Դժոխքի դեսպանը գնացել է Փաշինյանի հետևից, ասելու, որ նրա ժամանակը եկել է։ Կառավարության դիմաց մի խումբ քաղաքացիներ այսօր կրկին բողոքի ակցիա իրականացրին ի պաշտպանություն հայ առաքելական եկեղեցու ու ազգային հոգևոր արժեքների։ Այս անգամ նրանք փոքրիկ ներկայացում էին կազմակերպել։ Մահվան դեսպանը դատարկաձեռն չէր եկել, իր հետ էր բերել նաև թղթեր, որոնց վրա առանձնացրել էին Նիկոլ Փաշինյանի իրենց պատկերացմամբ բոլոր մեղքերը։ Սրբապղծություն, ներապաշտություն, Թալան։ Բորբոքված են ակտիվիստները, ասում են, եթե ընդդիմությունը չի կարողանում առաջնորդել պայքարը, թող վայր դնի մանդատը։ Մարդիկ ասում են, որ փողոցային պայքար արել ենք, բայց չի հաջողվել։ Ոչ, երբևիցե հաստատակամություն չի դրսևորվել։ Պաստառներ են բերել ակցիայի մասնակիցները, որոնցով հայոց սրբերը նզովում են կառավարության ղեկավարին հայ առաքելական եկեղեցու դեմ արշավ սկսելու եւ հայոց սրբությունները թիրախավորելու համար։ Ինքը մեր սրբությունները, այդ բոլոր մեր գեղեցիկ վանքերը, որ ամեն բլրի վրա կան, այդ բոլոր վանքերը, որ խորհրդանշում են մեզ, մեր ազգը, մեր դարերի հավատը, մեր ինքնությունը, ինքը անվանում է ինչ-որ ստորաքարշ բառերով, իսկ իրական Հայաստանը վանքերի, եկեղեցիների, սուրբ մատուրների Հայաստան է։ Ոչ եմ անում բոլորը, ովքեր որ իրոք իրենց սրդում զգում են հավատ, զգում են եկեղեցու սրբությունը, դուրս կան պաշտպանելու եկեղեցին այսօրվա դրությամբ։ Ազդեցիկ գաղափարով սիմվոլիկ ակցիա են իրականացնում ակտիվիստները։ Չեն հանդուրժելու, պայքարը շարունակելու են, հույսով, որ բոլորն էլ ոտքի կկանգնեն ու կմիանան պայքարին։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։